Ուղիղ ասեք, տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացում է, թե ոչ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ով է։ Իլհամ Ալիևը, թե Գևորգ Պապոյան։ Երեկվա հայտարարվածը եւ տեղի ունենալիքը իրապես հեղափոխական բան է։ Իլհամ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո ղազախների իսիրույն ասում է, գիտեք, ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով առաջին անգամ գալու է Հայաստան, որից հետո Պապոյան Գևորգը կրկնում է Իլհամ Ալիևին։ Լավ, ինչի պետք է Հայաստանից չիմանային։ Հասնին է, որ վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Դիվերսիֆիկացիա ցորեն կարանք բերենք Ուկրաինայից, Ռուսաստանից, այստեղից, բայց էլի գալու էր մտներ Վրաստան, Վրաստանով մտներ Հայաստան։ Այդ փոխադարձության արդյոք Ժորժ ջան, ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից։ Առաջի պահին տպավորություն էր, որ բանա երկաթ գծով գալու է, օրինակ մտնի Իջևան, չէ, գալու է, հասնելու է էլի Վրաստան, Վրաստանով մտնելու է։ Ես զարմանում եմ, ոնց եք դուք հաջողացնում մի հատ պարզ հարցի չպատասխանել, այսպես ինչ-որ բաներ ասել։ Եկեք ասեք, լավ բան ա եղել, հույս ունենք կշարունակվի։ Արդեն տեհվական ժամանակ Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանն օգտագործում է։ Հետո 93 թվականին Թուրքիան է փակել։ Դուք դեմ եք խաղաղության օրակարգին, դուք դեմ եք ապաշրջափակմանը, դուք դեմ եք ցանկացած լավ օրակարգից։ Ակնհայտ է, որ ԿՊԱ-ականները առավոտյան բարձր վիտամինացված նախաճաշ են կերել եւ որոշել են հերթական անգամ իրենց ձախողումները քողարկելու համար հարձակում գործել ընդդիմության դեմ։ Մի բան անենք, որ բան չանենք, էլի ձեր տրամաբանությունը էս է։ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումի հետևանքով մեր ցորենի մատակարարումը առնվազն 20%-ը կորցրեցինք։ Եվ հիմա անկած դրսից փորձում եք ինչ-որ մի բան մուրալ ձեռք բերել։ Եվ դուք առաջնորդվում եք որքան վատ, այնքան լավ սկզբունքով։ Սա է ձեր քաղաքական ինքնությունը։ Սա ներկայացնել որպես ապաշրջափակում, դա անամոթ կեղծիք է։ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող գոնե մի կածան ապաշրջափակելու ուղղությամբ։ Գոնե մի կածան։ Սկզբում խնդրեցի առանց մանևրելու ուղիղ պատասխանել այդ հարցին, պատասխան չեղավ։ Հետ է գնում, առաջ է գնում։ Պարոն Թունյան, իսկ ասեք այդ ցորենը, որը գալու է, ինչքան է գալու եւ ինչ գնով է գալու։ Այսինքն այդ ամբողջ հազարավոր տոննաների մեջ կարող է անկարծես մի բուր մեկը լցնի գրպանը գա, ասի դե տես։ Ավարտեք։ Այս ազգային ժողովի նիստերի դահլիճում կա մեկ դուռ, որով հնարավոր է ներսը դուրս անել։ Ունենք այդ իրավիճակը։ Հիմա բացվում է երկրորդ դուռը։ Դու գալիս եք ասում եք, գիտեք ինչ կա, 20 տարի առաջ էր այս մի դուռը բացվել, գիտեք ինչ կա, այս դուռը որ բացում է, այստեղ աստիճանները մի քիչ հարմար չեն։ Հայաստանի Հանրապետության վարելահողերը 40%-ից ավելին 50%-ի չափով չեն մշակվում։ Դրա մասին այդ ուղղությամբ ինչ է կանում, թե քարտուղարը, որ ասում էր ցորեն չկա, բրինձ կուտենք։ Մի քանի անգամ ասել եմ, դաշնակցության ինքնությունը խարսխված է պետականություն չունենալու փաստի վրա, որպեսզի դուք անվերջանալիորեն ազատագրական պայքարի մեջ լինեք։ Հենց որ ազատագրում եք, ունենում եք պետություն, դաշնակցությունը փլվում, ասում են, բայց մի րոպե, բա հիմա ինչ ենք անելու, պարապենք մնալու։ Հետևաբար պետք է հետ գաք ու պետություն չլինի, որ էլի դուք շարունակեք ազատագրվել, գնաք Սփյուռքից փող հավաքեք, որպեսզի փող բանանեք, տանեք, կամավորական ջոկատներ կազմեք, այդ փողի կեսն էլ դնեք ձեր ջեբը։ Ու հետո էլ Արարատին նայեք ու լացեք, էս է։ Ավարտեք, ավարտ։ Եթե ուզենան Հայաստան դաշինքից մի անգամ թույլ կտան պատասխանը եւ էլ թույլ չեմ տալու։ Քննարկում ենք 37 թիվն եմ ստեղծել։